Վարչապետ Նիկոլ Փաշինյանին գլխավորությամբ տեղի ունեցավ անվտանգության խորհրդի նիստ, այս մասին գահիտնեն Գարավարութենեն։ Հաղորդակցության մեջ նշված է, որ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյան հանդես եկավ համապարփակ զեկույցով Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ եւ Մերձավոր Արևելքի մեջ տեղի ունեցող իրադարձություններու մասին։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան զեկույց ներկայացուց վարչապետի հանձնարարությամբ ստեղծված միջկերադեշտական աշխատանքային խումբի գործունեության վերաբերյալ։ Նիստի մասնակիցները խոր ափսոսանք հայտնած են ցավալի զարգացումներուն վերաբերյալ իրենց ցավակցությունները հարտահայտած զոհերու գաբակցությամբ եւ ընդգծած խաղաղության շուտապույտ հաստատման անհրաժեշտությունը նշված է հաղորդակցության մեջ։ Հայաստանի ղարավարությունը գարիքի քննադում գիրականացնի Արաբական Միացյալ Էմիրություններու մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներուն օդային ջամփով Հայաստան տեղափոխելու ուղղությամբ հստակ թռիչքի մասին տեղեկություն հաստատվելու բարակային գապ պիտի հաստատվի արձանագրված քաղաքացիներուն հետ գահիտնի Հայաստանի արտաքին գործոստ նախարարությունը։ Այսօր մարտ 2-ին Միացյալ Նահանգներն ու Իսրայել կշարունակեն հարվածներ հասցնել Իրանին։ Իրանն ալ ի պատասխան թիրախավորած է Իսրայելի քաղաքները, նաև ամերիկյան ռազմագայանները Պարսից ծովու մեջ, Իրաքյան Քուրդիստանի մեջ։ Իսրայել հարվածներու շարքը սկսած է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին, մինչև այդ լիբանանյան Հեզբոլլա շարժումը հրթիռներ արձակած է Իսրայելի սահմանին ուղղությամբ։ Հեզբոլլային հայտնած են, որ հարձակումները եղած են ի պատասխան Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամեյնեի սպանության եւ Իսրայելի շարունակվող հարձակումին։ Իսրայելի զինվորականները գոչ ըրած են Լիբանանի արևելյան եւ հարավային շրջաններուն մոտ 50 քյուղի բնակիչներուն դուրս գալ հնարավոր հարվածներեն առաջ։ Իրանի ազգային անվտանգության քերակույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարած է, որ երկիրը Միացյալ Նահանգներուն հետ չի բանակցիր։ Լարիջանին, որ երկրի ամենեն աստեցիկ քաղաքական թեմքերեն մեկն է, այս մեկնաբանությունը ըրած է ի պատասխան լրատվամիջոցներու տեղեկություններուն, թե իրանական կողմը թիմած է Ամերիկային բանակցություններ վերսկսելու նպատակով։ Թրամփ տարածաշրջանը քաոսի մեջ նետեց գեղձ հույսերով եւ այժմ գվախնա ավելի շատ ամերիկացի զինվոր գործընծնել են X-ի մեջ գրած է Լարիջանին, ընդգծելով, որ Ամերիկայի նախագահը իր զինվորները զոհաբերած է հանուն Իսրայելի իշխանադենչ ցկտումներուն։ Իրանի սպանված առաջնորդ Ալի Խամեյնեի գլխավորած խորհրդական Լարիջանին առանցին հրաբարակմամբ գրած է. «Մենք չենք բանակցելու Միացյալ Նահանգներու հետ»։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ գիրագի օր հայտարարեց, որ Իրանի մեջ ռազմական գործողությունները կրնան շարունակվիլ մեկ ամիս։ Մենք կենթադրեինք, որ այդ պիտի դեվե 4 շաբաթ, ըսած է Թրամփը Daily Mail-ին, աննշած է, որ գործողությունը կընթանա ըստ ծրագիրին։ Մենք կրցանք վերացնել Իրանի ղեկավարության շատ անդամներ, քան կգարձեինք 48 անց, շարունակած է Թրամփ։ Անոնք կուզեն բանակցիլ, բայց ես անոնց ըսի, որ անոնք պետք է բանակցեին անցյալ շաբաթ, ոչ թե այս շաբաթ, ըսած է Սպիտակ տան ղեկավարը։ Իսրայել զանգվածային հարվածներ հաստուցած է Բեյրութի հարավային արվարձաններուն, որոնք կվերահսկե շիական Հեզբոլլա շարժումը։ Հարվածները կատարված են այն բանեն հետո, երբ Իրանի աջակցությունը վայելող խմբավորումը հրթիռներ եւ անօդաչու սարքեր արձակած է Իսրայելի ուղղությամբ, ի պատասխան Իրանի քերակույն առաջնորդի սպանության գահիտնի Reuters։ Ականատեսներուն խոսքով լսված են ավելի քան 10,000 բայթումներ, գործակալության տվյալներով սա 2024 թվականին ի վեր Բեյրութի այդ հատվածներուն հասցված ամենեն ուժեղ հարվածներն է։ Իսրայելի կողմեն Լիբանանի վրա կատարված հարվածներուն հետևանքով զոհված է 31 անձ, վիրավոր է 149 անձ, հայտարարած է Լիբանանի առողջապահության նախարարությունը։ Զոհերու մոտ 2/3 արձանագրված է հարավային Լիբանանի մեջ։ Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարած է Թեհրանի մեջ իր տեսփանադամ փակման մասին։ Իրանի Իսլամական Հանրապետութենեն իր տեսփանի եւ դիվանագիտական առաքելության բոլոր անդամներու յետ գանչի մասին։ Իրանի կողմեն կատարված հրթիռային հարձակումներու լույսին տակ, որոնք թիրախավորած են պետության տարածքը, այս մասին հայտնած են Հայաստանի մեջ Արաբական Միացյալ Էմիրություններու տեսփանադունեն։ Քուվեյթ Իրանի կողմեն պատասխան հարվածներու 3-րդ օրը անօդաչու թռչող սարքեր որսացած է, այս մասին գահիտնի Reuters։ Քաղաքացիական պաշտպանության ղեկավարը հայտնած է, որ Քուվեյթի հագաուտային պաշտպանության ուժերը որսացած են անօդաչու սարքեր, տեղեկություններ դժուժացնելու մասին չկան։ Ավելի գանուխ Քուվեյթի մեջ լսված են բարձր բայթումներ եւ ցայնային աստանշաններ։ Ականատեսներուն խոսքով 2 մարտի առավոտյան Դուբայի եւ Կատարի մեջ լսված են շարք ուժեղ բայթումներ։ Ամերիկայի եւ Իսրայելի կողմեն փետրվար 28-ին Իրանի դեմ սկսած հարձակումեն հետո պաշտոնական Տեհրանը հայտարարած է, որ թիրախավորելու է տարածաշրջանի մեջ գտնվող ամերիկյան գայանները։
Կիպրոսի մեջ գտնվող Ակրոթիրի անգլիական ռազմագայանը գասկածելի անօդաչու թռչող սարքի հարձակման ենթարկված է, BBC փոխանցմամբ հայտնած է Մեծ Բրիտանիա պաշտպանության նախարարությունը։ Հարձակումը տեղի ունեցած է տեղական ժամանակով կեսգիշերին, զոհեր չկան։ Իշխանությունները հայտարարած են, որ Գայանի պաշտպանությունը բարձր մագարտակի վրա է, իրավիճակը վերահսկելի։ Դեպքեն հետո որոշված է ժամանակավորապես դարհանել ոչ էական անձնագազմը, սակայն մոտակա բնակավայրերու բնակիչներուն համար վտանգ չէ հայտարարված։ Միջադեպը տեղի ունեցած է դարաշրջանի մեջ լարվածության սրման հետ, երբ Անգլիան հայտարարած է, որ իր գայանները կգրնան օգտագործվել պաշտպանական գործողություններու համար։ Միացյալ Նահանգները, Բահրեյնը, Հորդանանը, Քուվեյթը, Կատարը, Սաուդական Արաբիան եւ Միացյալ Արաբական Էմիրությունները համատեղ հայտարարություն տարածեցին դադարելով Իրանի հարվածները հարևան երկիրներուն վրա։ Այս մասին հայտնի է CNN։ Իսլամական Հանրապետության գործողությունները վտանգավոր հարձակում են, որը կխախտի բազմաթիվ պետություններու ինքնիշխանությունը եւ կսպառնա տարածաշրջանային գայունության, քաղաքացիներու եւ ռազմական գործողություններուն չմասնակցող երկիրներու թիրախավորումը անզգույշ եւ անգայունացնող վարքագիծ է, ըստ հայտարարության մեջ։ Երկիրները նշած են, որ իրենք միասնական են իրենց քաղաքացիներու ինքնիշխանության եւ դարածքի պաշտպանության գործի մեջ եւ կվերահաստատեն ինքնապաշտպանության իրենց իրավունքը այս հարձակումներու թեմ պայքարին։ Տեքսասի Օստին քաղաքի կենտրոնին տեղի ունեցած զանգվածային գրագոցներու հետևանքով զոհված է առնվազն 3 անձ, նաև ենթադրյալ հրացիկը 14 վիրավոր կա։ Ոստիկանության տվյալներով կասկածյալը նախ մեքենային գրակ բացած է անցորդներուն ուղղությամբ, ապա դուրս եկած եւ շարունակած է գրագել մարդոց վրա։ Հետաքննություններու Դաշնային բյուրոն հայտարարած է, որ կհետաքննի դեպքը ահաբեկչության թեմ հնարավոր գաբի վարկածով։ Տեքսասի իշխանությունները անվտանգության միջոցառումները ավելցուցած են քաղաքի կենտրոնին, ավելի գանուխ Իրանի Այաթուլլա Մաքարեմ Շիրազին ջիհադ հայտարարեց Ամերիկայի եւ Իսրայելի դեմ։ Իրանի ժողովուրդը եւ իսլամական աշխարհը ծարավ են վրեժ լուծելու հեղափոխության անմեղ սպանված առաջնորդի արյան համար։ Անոր խոսքը մեջ բերած է 19 լրատվական գործակալությունը։ Հայաստանի կառավարությունը յուրաքանչյուր տարի քննադի չափով թոշակները բարձրացնելու որոշում պիտի ընդունի Իջևանի մեջ բնակիչներուն հետ հանդիպման, ըստ վարչապետ Փաշինյան։ Ես որոշում կայացուցած եմ 2027 կամ 2028 թվականին այդ պիտի որոշենք, քանի որ մենք եկած թոշակներու առումով հասած ենք սպառողական զամբյուղին։ Հիմա որբեսի ետ չերտանք ամեն տարի առնվազն քննադի չափով թոշակը պիտի ավելցնենք, ըստ Նիկոլ Փաշինյան։ Իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչները Կուսակցության վարչության նախագահ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այս օրերուն գայցել են Հայաստանի մարզեր, բացի ներկուսակցական միջոցառումներ անցնել են, կլսեն բնակիչներուն խնդիրները։ Մարտ 1-ին քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները այցելեցին Դավուշ եւ Լորի մարզեր, Իջևանեն ուղևորված են նոյեմբերյան մտածեն ոսկե բարի եկեղեցի։ Ցեզի հետ Անի Զեյթունցյանը։